Բարև ձեզ, Factor TV հյուրը միտքը վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է, բարև ձեզ։ Շատ չանցած ռուս պրոպագանդիստ Սոլովյովի Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու սպառնալիք նրան միացավ Կրեմլի գաղափարախոսներից մեկը համարվող Դուգինը, ով պնդում է, թե Ռուսաստան պետք է դառնա աշխարհի 3 հզորագույն կենտրոններից մեկը եւ չպետք է այդ պետությունը հանդուրժի սուվերեն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների գոյություն նկատի ունի այդ խորհրդային տարածքի եւ քանի որ դրանք կարող է դառնալ ԱՄՆ-ի ֆորպոստն դեմ Ռուսաստանի, որպեսզի դա տեղի չունենա, Ռուսաստանի հետ մեկ միության կազմում պետք է լինեն։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը Ռուսաստանից, սրանք ինչի մասին են։ Կարող ենք նշել, որ շնորհիվ պարոն Դուգինի Ռուսաստանը խրվեց այսօր այն իրավիճակում, որ կա ռուս-ուկրաինական պատերազմը եւ չի կարողանում այլևս որևէ տարածաշրջանում ցույց տալ իր ներուժը։ Դա պարոն Դուգինի խորհուրդների արդյունքն է։ Բացի այդ, պարոն Դուգինը խոստովանել է, որ 2020 թվականի պատերազմի ուրեմն ելքը արդեն կանխորոշված էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությամբ։ Թուրքիայանը չէր նշել, բայց դա Թուրքիան էլ կա։ Այսինքն սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը խոստովանում է, որ փայլուն օպերացիայի հեղինակը իրենք են։ Իսկ ինչ վերաբերում է 3 հզոր կենտրոններին, լավ է արդեն, որ 3 կենտրոնի մասին է խոսում, շատ հաճախ Հայաստանում էլ կան քաղաքագետներ, որոնք Յալթան կանխատեսում են 2 Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև, ինչը տարօրինակ է, մինիմում Չինաստանը, Եվրամիությունն էլ դառնում է արդեն ուրեմն հզոր կենտրոն, նախ տնտեսական կենտրոն է, իսկ եկեք հաշվի առնենք, որ աշխարհի 3 հզորագույն կենտրոն, որ ասում է, տնտեսությունը մեջն է։ Ռուսաստանի տնտեսությունը 12 անգամ ավելի փոքր է, քան Եվրամիության տնտեսությունը։ Առանց տնտեսության պատերազմ անհնար է վարել։ Այդտեղ միջոցներ են պետք հիմա մրցակցել ներկա աշխարհում, եթե չունես տնտեսություն։ Իհարկե, կամ ռազմական իր հնարավորությունները։ Մենք գիտենք, որ որևէ ավիակիր չունի Ռուսաստանը, դրա համար օրինակ Վենեսուելայում չի կարողանում գործել, Սիրիայում չի կարողանում գործել, այսինքն տեխնոլոգիաները դա երկրորդ կարևոր կոմպոնենտն է։ Հաջորդը ժողովրդավարությունն է, ինչու է կարևոր։ Հիմա կասենք, բա Չինաստանը գնում է երկրները, ինչ է անում, այնտեղ գումար է տալիս, հետո դրա դիմաց պարտքի տակ են ընկնում, այսպես ասած, միջին Ասիայում, նույն Լատինական Ամերիկայում, որոնք բերում են քաղաքական Աֆրիկայում, այո, Վրաստանում, Հայաստանում էլ ես կասեմ ակտիվ են, իհարկե ոչ ինչպես Վրաստանում, այսինքն այս 3 կոմպոնենտը Ռուսաստանը չունի։ Միայն ասել մենք միջուկային զենք ունենք, ում Հյուսիսային Կորեան պետք է 4-րդ կենտրոնը, Իսրայելը 5-րդ, այսպես շարունակ, Անգլիան, Ֆրանսիան փաստորեն չկան այստեղ։ Սա իլյուզիաներ են, ուղղակի կարևոր է այստեղ մի բան, որ ասում են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են, պարոն Դուգինը հերքում է դա, ստացվում է, որ կամ Հայաստանը եւ Հարավային Կովկասը կլինեն Միացյալ Նահանգներինը, կամ Ռուսաստանին։ Սա հերքում է այն պրոպագանդան, իբրև թե Պուտինը Տրամպը պայմանավորվել են, Տրամպը Գրենլանդիան է վերցնում, Պուտինը Ուկրաինան։ Մեզ հանձնել է Միացյալ Նահանգները։ Տեսեք, իհարկե դա կատակ այսօր կա բանավեճ հետեւյալի շուրջ, եթե Ռուսաստանը հաղթի կամ հաղթեր Ուկրաինային, արդյոք հաջորդիվ կխլի Հայաստանի եւ մյուս այսպես նախկին սովետական հանրապետությունների անկախությունը, արդյոք Կրեմլի պրոպագանդան եւ այս Դուգին, Սալավյով եւ այլ խոսափողներ սրանց այս հայտարարությունները բացահայտում են այն վտանգը, որ կարող էր նման բան տեղի ունենալ, թե խոսենք անցյալով, թե նաեւ զգուշանանք ապագայի համար։ Եվ երկրորդ մասը հարցից ինչից են բարկացել այդքան։ Տեսեք, մենք շատ հաճախ գերագնահատում ենք Ռուսաստանում այս փիլիսոփաների կարողությունները։ Այո, նույն Կավալչուկ եղբայրները, որոնք գլխավոր իդեոլոգներն են, հատկապես ավագ եղբայրը Պուտինի, շատ ներողություն իհարկե պրիմիտիվ քարոզություն է տանում, խոսում է, որ ռուս ռասան դա յուրահատուկ ռասա է, այդ որ իրենք ֆաշիզմի դեմ պայքարում են նացիզմի, դուք որ լսեք նրա ելույթները, կարծես Ադոլֆ Հիտլերը ուղղակի 2026 թվականին ելույթ ունենա, շատ պարզունակ է եւ դրա համար մենք այսօր տեսնում ենք այն կորուստները, որ Ռուսաստանը կրում է։ Ինչ վերաբերում է արդյոք վտանգը
կորել է ոչ։ Ես կարծում Հայաստանը եւ Ղազախստանը հիմնականում վտանգի տակ են, ինչու որովհետեւ նրանք կարևոր են միջանցքի ճանապարհի առումով։ Այդտեղ Ադրբեջանը ունի Թուրքիա, իհարկե Ադրբեջանում էլ Ռուսաստանը ունի լծակներ իր ագենտուրայով, կլաններով, տնտեսական լծակներով հանդերձ։ Չինաստանը, Ղազախստանին կարող է որոշ չափով թիկունք լինել, Հայաստանն է, որ բարդ իրավիճակում է։ Ես հեռու եմ այն մտքից, որ ստորագրված փաստաթուղթը ԱՄՆ-ի հետ դա ինչ որ երաշխիք է տալիս Հայաստանին։ Դա դեռ ցանկություններ են, հռչակագիր է, ռեալ քայլեր պիտի լինեն։ Մյուս կողմից ինձ վախեցնում է Դոնալդ Տրամփի երբեմն դրական վերաբերմունքը Պուտինի հանդեպ, որ իրոք այնպես չստացվի, որ բնավորվածություն տեղի ունենա այլ տարածաշրջանում, օրինակ Հարավային Կովկասի հաշվին, դա օրինակ է իհարկե Տրամփի պահվածքը, ԱՄՆ շահերից դա չի բխում, Տրամփը 3 տարի է, հետո կփոխվի, բայց այս 3 տարվա ընթացքում ինչ կլինի, սա է վտանգավոր մեզ համար, հենց 3 տարին դրա համար եմ ասում, վտանգը չի չեզոքացել։ Այսինքն այդ կայսերապաշտությունը արթուն գազան է։ Առավել գազան է դառնում, երբ Ռուսաստանը թուլանում է, մշտապես ես նշում եմ, Ռուսաստանը առավել ագրեսիվ է եւ երբ թույլ է։ Օրինակ ովը մեկը չէր պատկերացնում, որ Ուկրաինայի վրա իրենք կհարձակվեն, դա իրացիոնալ էր, բայց Պուտինը երբ տեսավ, որ ովը մեկը չի ցանկանում իր հետ, ինչպես ասում են, կիսել աշխարհը, ինչ արեց նա։ Եվ մի կարևոր նկատառում ես Մոլդովայի ուղղությամբ եմ կանխատեսում ինչ որ գործողություններ, դա հիբրիդ հարձակման Գագաուզիայի հիմնական շրջանում ոչ Մերձնեստրի։ Մայա Սանդուն հարցազրույց տվեց եւ խոսեց, որ Մոլդովան կարող է միանալ Ռումինիային։ Դա մեծ աղմուկ է բարձրացրել իդեպ Ռուսաստանում էլ, ընդհանուր ասում են 30-ից 40%-ն է բնակչության դա ուզում։ Նույնիսկ Ռումինիան չգիտի ինչ պատասխանի, բայց սա, որը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ է։ Այո, եւ նշում են, որ Մայա Սանդուն հենց այնպես չի արել այդ հայտարարությունը, դա Եվրամիության շահերից է բխում։ Հիմա այսինքն Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը։ Գիտեք, այնպես չի, որ եթե Ռուսաստանը Ուկրաինան գրավեր, գալու էր Երևանը գրավեր։ Այսինքն եթե դու ունենում ես Ուկրաինան, առանց որի դու կայսրություն չես կարող լինել, արդեն մյուս ժողովուրդները վախենում են, սարսափում են, ասում են վատ, լավ, ավելի լավ, այդպես մեզ ենթարկվենք։ Իսկ եթե դու կորցնում ես Ուկրաինան եւ ցույց են տալիս ուկրաինացիները, որ կարելի է դիմագրավել Ռուսաստանին, արդեն մյուս հանրապետությունների համար սա դառնում է օրինակ եւ Ռուսաստանի թուլությունը ոչ թե իր զինվորների մեջ է կամ նույնիսկ տնտեսության, այլ որ ինքը համակրելի չի։ Որևէ մեկը չի ցանկանում, ախր այստեղ ստիպողաբար խոսակցության, որևէ երկիր, նույնիսկ Ղազախստանը, որտեղ մեծ ռուսական բնակչություն կա, ինքը իր ցանկությամբ երբեք Ռուսաստանի չի մտերմացնի իր հարաբերությունները։ Կարծում եք այն 165 միլիոն դոլարը, որ Պուտինի աշխատակազմը որպես գրանտ տալիս է արտեջ գրում փափուկ ուժ տարածելու եւ ըստ RBK-ի կենտրոնում լինելու է Հայաստանը, անիմաստ է ծախսվելու։ Միգուցե գրավիչ դարձնեն, այսպես փոշապատեն նրա դեմքը, փոշիապատեն եւ դառնա գրավիչ գործընկեր։ Ռուսաստանը ոչ թե մի քանի 100 միլիոն, միլիարդներ է ծախսել եւ ծախսում, ուղղակի դա հիմա պարզ է նշվում։ Զատուլինների, Սոլովյովների, Ղազախստանում մի ամբողջ ինստիտուտ է գործում, Ռուսկի միր, Մոլդովայում դա 100 միլիոն ինչ է։ Բայց չի կարողանում չէ դարձնել։ Ինչու, որովհետև դրա զուգահեռ շատ մենք նշեցինք պրիմիտիվ ռոպագանդա է։ Վիրավորանք, վախ, իսկ որը մեկին դուրս չի գալիս, չէ՞, մենք էլ մարդիկ ենք հասարակ, ոչ որ մեկը մեզ հետ մատ թափ տալով է խոսում։ Եվ այսօր ռուսական ռոպագանդայի ներկայացուցիչների հեղինակությունը Հայաստանում ցույց է տալիս, որ ուզում են 300 միլիոն ծախսեն։ Նույնիսկ որ Նիկոլ Փաշինյանն էլ ասի, որ մենք պիտի դառնանք ԵՏՄ ներողություն, միութենական պետության անդամ, դա ֆանտաստիկա է իհարկե։ Ժողովուրդը նրան չի ընտրի, այսինքն ոչ թե Փաշինյանն է հակառուս, այլ մեծ ընտրազանգված կա Հայաստանում, որը դեմ է Ռուսաստանի հետ, ինչ որ ինտեգրացիայի։ Նիկոլ Փաշինյանը այդ քայլերը որ անում է, նա ինքնասպան չի քաղաքական իմաստով։ Նա անում է, որովհետև գիտի հայ ժողովրդի դրամացիա, եթե իմանար, որ հայ ժողովուրդը դեմ է, ուրեմն արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կաներ այն քայլերը, որ ժողովուրդն է իրեն թելադրում։ Դե կան հարցումներ Միջազգային հանրապետական ինստիտուտի համաձայն որի 49, եթե չեմ սխալվում, տոկոսը այո կասեր ԵՄ-ի անդամակցության հարակվեմ, ընդամենը 15%-ը ոչ, այ տեսեք, սա Սոլովյով, չգիտեմ, եւ նմանատիպ Դուգին եւ այլն, դա ռազմական սցենարի, ասպես ասենք, սպառնալիքն է, որ հնչեցնում են, իսկ 26-ի ընտրությունները միթե լավ շանս չեն ճակերտի մեջ Ռուսաստանի համար ավելի փափուկ մեթոդներով, ասպես ասենք,
հնազանդեցնել Հայաստանի Հանրապետությունը այն աստիճանի, որ ասենք Թրամփի ուղի չսարքվի, այլ Պուտինի ուղի, կամ չգիտեմ, ԵՄ գնալու փոխարեն, չգիտեմ, միութենական պետություն գնան, այս իմաստով 26-ը վատ շանս չի, թե շանսեր չունեն իրենք։ Դա Եվրամիության հետ կապված հարց ունեի, որ նշեցիք, եթե հարցը լինի ոչ թե Եվրամիության անդամակցություն, կան քաղաքացիներ, որ ասում են մենք եվրոպական շուկան բարդ է, մենք մենանք ԵՏՄ-ում, բայց Ռուսաստանի հետ որպես դաշնակից այլևս գործ չունենք։ Ադրբեջանն իրենց հետ լայն ապրանքաշրջանառություն ունի, ոչ ՀԱՊԿ անդամ է, ոչ ԵՏՄ, այսինքն այստեղ տոկոսները ավելի բարձր կլինեն, ոչ թե 49 կամ 50։ Իսկ ինչ վերաբերում է փափուկ ուժ կիրառելուն, ես Նիկոլ Փաշինյանին հակառուս չեմ համարում, երբևիցե չեմ համարել։ Նիկոլ Փաշինյանը որևէ կարմիկից չի խախտում Վլադիմիր Պուտինի, բայց նա չի դուրս եկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից։ Նա այո, բոլորի հետ իր հարաբերությունները կառուցում է։ Նիկոլ Փաշինյանը կլասիկ իմաստով հակառուս չի։ Ոչ Զելենսկի է, ոչ Մայա Սանդո է, ոչ Սաակաշվիլի է։ Ճիշտ է թե ոչ, արդեն մեր ունկնդիրները թող ասեն։ Նայած Հայաստանի աշխարհագրական դիրքը, եթե հայամատում ես այլ երկրների հետ, ինչպես է դա ընկալում։ Բայց Վլադիմիր Պուտինը չի կարող փոխել այստեղ Նիկոլ Փաշինյանին իր ցանկացած անձանցով։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը, դե հարցումներ կան, Սերժ Սարգսյանին Վլադիմիր Պուտինը հաստատ չի ցանկանում տեսնել, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը իրենց հարակից ուժերով։ Ոչ Սամվել Կարապետյանը չեն կարողանում այդտեղը լրացնել։ Հիմա Վլադիմիր Պուտինը հեծանիվ չի կարող հորինել։ Նա փորձում է, ինչու՞ չի վիրավորում երբեք Նիկոլ Փաշինյանին։ Թողնում է դա Սոլովյովներին։ Փորձում է, նույնը անում է Փաշինյանը, իր հարաբերությունները պահել։ Եվ դա գիտի, որ այս ուրեմն կտրվածքով, եթե էլի նախկիններն են մասնակցելու եւ ներկաները, Նիկոլ Փաշինյանը խնդիր չի ունենա։ Այլ հարց է, որ ամեն ինչ նա կանի, որպեսզի Կրեմլը Նիկոլ Փաշինյանը կամ մեծամասնություն չունենա, կամ փխրուն մեծամասնություն ունենա, որ կարողանան, այո, նրա վրա ազդել։ Գիտեք, Հայաստանի վրա լծակները լայն են, տնտեսությունից սկսած վերին լարձը, որ մի քանի օր փակվի, մենք այդպես էլ չենք կարողանում Թուրքիայի սահմանը բացել, ոչ էլ Ադրբեջանի։ Մենք ունենալու ենք շատ լուրջ խնդիրներ, այսօր Վրաստանը պրոռուսական է, եւ այս պայմաններում Վլադիմիր Պուտինը ահաբեկված չի, ոչ թրիփի ինչ-որ հռչակագրով, ոչ էլ այստեղի որոշ գործիչներ, որ ասում են հենց հիմա թող դուրս գան այստեղից։ Ես կարծում եմ բոլորն են դա ցանկանում, բայց արդյոք ունենք մենք դրա հնարավորությունը եւ ինչ դա մեզ կտա, դա արդեն այլ հարց է։ Դե օրինակ, եթե մի առաջիկա 2-3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը սկսի տիրապետել իր երկաթուղային ցանցին, դա բավական հետաքրքիր տարբերակ կարող է լինել, նույն սուվերենության սահմանները ավելի ընդլայնելու իմաստով, այսինքն դա կլինի իրական քայլ, չէ՞, իսկ անընդհատ այսպես ավելի վտանգավոր եւ պակաս իրագործելի սցենարներ ասել, որ հենց հիմա դուրս եկեք Հայաստանից, հրաշալի սցենար կլիներ, բայց իրագործելիության խնդիր կարող է լինել։ Երևի վատ տարբերակ չի գնալ իրական, այսպես հնարավորությունների հետևից։ Այս իմաստով ինչ կարող ենք ունենալ։ Ինձ համար ավելի իրական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, որը ասում են խնդիրներ է ստեղծում արևմտյան ուրեմն երկրներից զենք ստանալու համար, ինչքան էլ պաշտպանության նախարարը նշի, որ իրենք այսօր այդպիսի խնդիր չունեն, այդպիսի խնդիր կա։ Եվ դա իշխանությունները չեն կարող թաքցնել։ Ինչ վերաբերում է ռեալ քայլերին, Հայաստանը պիտի քայլեր անի, որպեսզի կոմպենսացնի ռուսական ռազմաբազայի դուրս բերման դեպքում այն հնարավոր ռիսկերը, որ կարող են տեղի ունենալ։ Եթե այդ աշխատանքը կատարվի եւ կատարվի ճիշտ, մենք հենց վաղը կճանապարհենք նրանց ինչպես Զվարթնոցից։ Հիմա ես չեմ տեսնում այդպիսի աշխատանք, եւ Փաշինյանն էլ Ալեն Սիմոնյանն էլ նշում են, որ այդպիսի հարց իրենց օրակարգում չկա։ Հետո գիտեք բարդը, որն է Իրանի այս ռեժիմը, եւ ես կասկած եմ արտահայտել, որ շատ արագ է փլուզվելու, դա մեկ այլ խնդիր է։ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, երկու փակ սահման, երրորդը մշտապես կարող է սանկցիաների տակ գտնվել, իդեպ դա մեկ այլ խնդիր է լինելու։ Ռուսաստանը աշխարհում չի ընկալվում սանկցիաների տակ, Վրաստանն Ռուսաստանի այսօր պրոքսի գործիքն է, այսինքն մենք կարելի ասել 4 ակվարիումի մեջ են գտնվում, այսպես տեղ է հնչում։ Եվ Հայաստանը շատ զգուշ, բայց արագ քայլերով առանց Սոլովյովների հետ ինչ-որ վեճերի մեջ մտնել, գիտեք, Սոլովյովը նորություն չի ասել, որ Հայաստանը իրենց համար ինչ-որ ինքնիշխան պետություն չի, գուցե ընդդիմության համար է դա նորություն, բայց համենայնպես իրենք դրա դեմ չեն։ Արձագանքները ցույց են տալիս, որ դա իրենց սրտից է բխում, այդ ինքնիշխանության համար պայքարող
ուժերի սրտից բխում է միջանցք, Զանգեզուրի միջանցք, դեր ասած Պուտինի ճանապարհ։ Հետաքրքիր է, չէ՞, իրենք ասում են տոկոսները քիչ է Հայաստանի Հանրապետության, բայց այնտեղ նշված է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Բայց երբ Ռուսաստանն ասում է միայն մենք պիտի լինենք, Զախարովան շեշտեց, երբ Փաշինյանը փորձում էր ուղղել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, ասաց ոչ, պայմանագրում պարզ գրված է միայն ՖՍԲ-ն։ Այսինքն դա միջանցք է, չէ՞, Հայաստանը այդտեղ 0% ունի, 100% ունի Ռուսաստանը։ Հիմա կանգնել ասել, որ 20-70 այսպես մեծ դուրս չի գալիս, սա օբյեկտիվ չի։ Դա Ռուսաստանը օտար պետություն չի, չէ՞։ Ռուսաստանը օտար պետություն չի, բայց գոնե Հայաստանի նախկին վարչապետը խոստովանում է, որ Ռուսաստանի ծրագրերում կա ոչնչացնել Հայաստանը։ Հիմա օտար չի, բայց դաշնակից է, դա արդեն մեր ունկնդիրները թող որոշեն։ Սա էլի իհարկե այսպես հումորով, հա, ընդունենք։ Իրանում իրադրությունը ավարտված է, այսպես բախումներ եւ այլն։ Ոչ Իրանում է ավարտված, ոչ Վենեսուելայում է ավարտված։ Տրամպը գնաց երկրորդ սցենարով, նա ոչ այնտեղ, ոչ Իրանում չփորձեց փոխել ռեժիմ, փորձում է պայմանավորվել։ Իդեպ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նշեց, որ բոլոր տարբերակները սեղանին են։ Հիմա ո՞րն է խնդիրը։ Իրանը Վենեսուելա չի, այնտեղ հարվածը լուրջ հետևանքներ կարող է ունենալ եւ NBC-ին նշեց, որ արաբական երկրները, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի, ուրեմն խնդրել են Տրամպին այդ քայլին չգնալ, որովհետեւ այդ հարվածը ամբողջ տարածաշրջանը կապակայունացնի։ Հետո ինքը ԱՄՆ ստիպված է լինելու ներգրավել ռազմական օպերացիայի մեջ, իսկ Տրամպը դա չի ուզում։ Նա այդպես սպեցօպերացիաները, SVO-ները սիրում Մադուրոին փախցնի, այսպես, բայց ոչ երկարատև ինչ որ կոնֆլիկտ։ Հիմա Տրամպը ինքը բարդ իրավիճակում է, նա մի կողմից ուզում է ուժ ցույց տալ եւ կարող է այդ ուժը ունի, մյուս կողմից որ հաճախ ասում են Գրենլանդիան կգրավի, ինքը չունի այն էլեկտորատը, որը իրեն աջակցում է դրա համար։ Վերջերս մի կարևոր բան տեղի ունեցավ, Սենատում ընդունվեց բանաձև, դա Հայաստանում չքննարկվեց, որը արգելել է Տրամպին կիրառել ուրեմն զինված ուժերը այլ երկրներում առանց Սենատի համաձայնության։ Հիմա Տրամպը կարող է կներեք թքած ունենալ, բայց այնտեղ իմպիչմենտի հարց կա, միջանկյալ ընտրություններ։ Եվ եկեք մի կարևոր բան պետք է խոսենք, ինչի տեղի ունեցավ այս ցույցերը, ինչի հետևանք էին։ Դեռևս այո, նոյեմբերի վերջին նախագահ Փեզեշկյանը խորհրդանում ելույթ ունեցավ, նրանից падգամավորները պահանջում էին բարձրացնել իրանցիների աշխատավարձը, եւ նա հետաքրքիր հայտարարություն ասաց, բայց ինչի հաշվին բարձրացնեմ, բյուջեում փող չկա։ Այսինքն Փեզեշկյանը խոստովանեց, որ երկրում կան լուրջ խնդիրներ։ Եվ անգլիական մամուլը գրում էր Մեծ Բրիտանիայի, որ այդ խնդիրները կապված են AMD ուրեմն բանկի հետ եւ Իսլամական պահապանների կորպուսին պատկանող Սեպահ բանկի հետ, որոնք ուղղակի կոռուպցիայով են զբաղված, պետությունը նրանց համար ուղղակի դրամ է տպում, դա բերել է ինֆլյացիայի։ Այսինքն սա կոռուպցիայի հետևանք էր, մեծ կոռուպցիան սխեմաների, որոնք սպասարկում են նաեւ հոգեվոր առաջնորդին։ Այստեղ լուրջ խնդիրներ կա ռեֆորմիստների ճյուղը, մենք գիտենք դա Փեզեշկյանն է, Ռոհանին է, Խաթամին է եւ այլն, Զարիֆը, նույնիսկ Լարիջանին, այսօր դիմեց Փեզեշկյանը Լարիջանին, ասելով հանեք ինտերնետի սահմանափակումները։ Եվ կա այս մոլաների իշխանությունը։ Ես վստահ եմ, որ այս պայքարը իր արդյունքը ունենալու է։ Կարճատև թե երկարատև այս ցույցերի ընթացքում ամենաշատ զոհերն են եղել իդեպ նախկին ցույցերի հայմատ։ Սա չի մոռացվելու։ Եվ ես վստահ եմ, եթե նույնիսկ Տրամպը ինչ որ քայլերի չդիմի, ներքին այս անկայունությունը եւ տնտեսական ստիպելու է, որպեսզի անմարդիկ, որոնք Իրանի մասին մտածում են եւ Իրանի տարածքային ամբողջականության, իսկ դա ռեֆորմիստներ են, իրենք իրենց քայլեր անեն, շահի որդին Իրանում չի, դա ռեալ իշխանություն չունի, իսկ այդ ներսում ռեֆորմիստները կարող են լուրջ փոփոխությունների գտնել։ Ամեն դեպքում Թրամփը ոնց որ թե հակված է իշխանություն փոխելու սցենա, ինչ որ նման հույսեր հայտնում է, որ կարող է փոխվել իշխանություն, կա այդպիսի նախընտրյալ Իրանում իշխանության փոփոխության։ Գիտեք, եթե մեզ հայտնի է, որ Փեզեշկյանը ունի տարաձայնություն, Փեզեշկյանն ասելով ռեֆորմիստները, եկեք նշենք, որ նա ընտրված նախագահ է, այսինքն ժողովուրդը իրեն ընտրել է, մոլաներին ժողովուրդը չի ընտրել։ Իդեպ ասում են, որ Այաթոլլան իր որդուն է ցանկանում տեսնել իրենից հետո եւ այնտեղ կա լուրջ Այաթոլլաների ինստիտուտ կա, մի Այաթոլլա չի, նրանք դեմ են։ Այսինքն սա ներսից է լինելու այս խնդի։ Եվ եթե մենք գիտենք, ուրեմն ԱՄՆ-ում էլ չէ, գիտեն, իրենք շփվում են, որ ուրեմն Իրանում բոլորը չի որ գոհ են եւ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ եթե Իրանը մասնատման խնդրի առջև կա, եթե տնտեսական վիճակը չկարգավորվի, որևէ մեկը չի փրկվելու։ Արդյոք իրենք ցանկանում են մեկ հոգու պատճառով, որը կասկածելի պայմաններում իսլամական հեղափոխությունը իրականացրեց եւ Ռուսաստանի հետ սերտ կապեր ունի, իրենք էլ ուրեմն մեղավոր դառնան Իրանում տեղ ունեցող հետագա
հետագա process-ն եմ, ես չեմ կարող ասել, բայց այն, որ սա դրսից պիտի չլինի եւ շահի որդին այստեղ որևէ ազդեցություն չի կարող ունենալ, ես վստահ եմ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ասացինք, արդեն ԵՄ-ի անդամակցության մեկնարկ նախատեսող process նախատեսող օրենք է ընդունել եւ Եվրամիության հետ ունի ռազմավարական գործընկերության նոր օրակարգ։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակվում է արդեն Թրամփի օրոք արհեստական բանակցության կենտրոնը կառուցվելու, նաեւ էներգետիկ գործակցություն արդեն խոսեցինք նաեւ Թրամփի ուղու կառուցում, այսինքն մենք ունենք կոնկրետ ծրագրեր եւ ռազմավարական բնույթի եւ Եվրամիության հետ եւ ԱՄՆ-ի հետ։ Ուժեր, որոնք եթե նրանց միջև պլյուս դնենք, կոչվում են հավաքական արևմուտք։ Այսօր կարծես թե այդպիսի դե ֆակտո գոնե միացություն հավաքական արևմուտք չկա։ Մի քանի այսպես բանավեճի եկեք այդ մեղ բառը օգտագործենք, հա, առարկա կա Գրենլանդիայի ճակատագիրը, ով կպատկերացներ, որ Սպիտակ տունը պաշտոնական հայտարարություն տարածելիս չի բացառ ռազմական միջամտությունը այդ կղզու գրավման կամ վերահսկողության տակ վերցնել կամ գնելու վերաբերյալ։ Կա ռուս-ուկրաինական պատերազմի թնջուկը, որտեղ եւս ակնհայտորեն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները այսպես հարթ չեն մեղմ ասած, տարիֆային պատերազմներ, որոնք կարծես նոր փուլ են մտնում, հա, քանի որ Եվրամիության մոտ մի տասնյակ երկրներ աջակցել էին Դանիային, Գրենլանդիայի հարցով Թրամփը դրանց նկատմամբ շատ առաջատար երկրներ տարիֆներ է կիրառում։ Որն է Հայաստանի, ասես ասենք, անհրաժեշտ դիրքավորումը այս ամենին։ Հայաստան պետք է ճամբար ընտրի, ասենք պայմանական Եվրոպամետ թիմի անդամ դառնա, թե Ամերիկամետ, թե ամեն օրակարգով, ամեն ճյուղով առանձին գնալ եւ այսպես չմտնել աշխարհակաղակական մրցակցության թատերաբեմ։ Գիտեք, ցավալին այն է, որ մենք ուզած չուզած դառնում ենք այդ թատերաբեմը, ինչու, որովհետև գերտերությունները հենց այսպես ասած մրցում են փոքր այստեղ լոկալ կոնֆլիկտներում, Վենեսուելա, Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, Թայվան, Գրենլանդիա, որտեղ ստում ես այդպես մեծ թատերաբեմ չի։ Եվ Հարավային Կովկասը, ինչպես նշել է պարոն Դուգինը եւ Սալավիովը եւ Միջին Ասիան, շատ կարեւոր են Ռուսաստանի համար։ Մենք պիտի հասկանանք Ռուսաստանը ինչ հակաքայլերի կարող է գնալ Թրամփի հետ մեր ծրագրերին։ Մենք պիտի հասկանանք Չինաստանը ինչ հակաքայլերի կարող է գնալ։ Ես մի հետաքրքիր հոդված կարդացի, որը վերաբերում էր մետաքսի ճանապարհին Վրաստանով անցնող եւ վրացիները այդքան ողջևորված չեն կարծես Trip-ով եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ կարող է արդյոք Իվանիշվիլի իշխանությունը դառնալ գործիք Կրեմլի ձեռքում, ես նշեցի վերին հարցի հետ կապված, վստահ եմ, այո, այնտեղ միլիարդավոր դոլարների ներդրում է արել Չինաստանը։ Տեսեք, Հայաստանը շատ բարդ իրավիճակում է։ Եթե Վրաստանը գնար դեպի Եվրամիություն, դա կլիներ այլ։ Եթե Իրան-Արևմուտք հարաբերությունները միջուկային գործարքի շուրջ կարգավորվեին, կլիներ այլ։ Եթե Ռուսաստանը վերջնականապես հասկանար, որ չի կարող Ուկրաինայում հասնել իր նպատակին, կլիներ այլ։ Թրամփը չքանդեր ՆԱՏՕ-ն իր հայտարարություններով, սա բոլորը մեզ համար շատ լուրջ խնդիրներ են։ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտը շարունակվելու է։ Այնտեղ խորհուրդներ է ստեղծում Թրամփը, Իսրայելը, որը ամենակարևոր անդամ պետք է լինի, նա ասում է չի գործելու դա։ Ես համաձայն չեմ, առանց Իսրայելի եւ Համասի զենքերը վայր դնելու սա չի կարող գործել։ Այդտեղից Սիրիայից մեծ ներգաղթ է նորից լինելու, այդտեղ կոնֆլիկտ է լինելու Հայաստան։ Հայաստանը այս մեծ ազդեցություններին է դեռ ենթարկվելու։ Էլ չասած կրկնում եմ այդ մաքսային պատերազմը, որ դուք նշեցիք, եթե Ռուսաստանը եւ Իրանի հետ դա գործի, եւ մենք ցանկանում ենք Եվրամիության հետ հարաբերություններ խորացնել, մեզ էլ չեն ասելու, դե լավ, ոչինչ, դուք ձեր առևտուրն արեք, Թրամփը հաստատ այնպիսի անձնավորություն է դժվար ասի։ Մենք կարծես չենք դիմել տեխնացության հայտի հետ կապված։ Չէ, չենք դիմել, հա։ Հետո Նիկոլ Փաշինյանը այսպես ճկուն է խոսում այդ հարցի շուրջ։ Մեկ ասում է կարող ենք դառնալ, մեկ ասում է չենք դառնա, բայց մոտ ենք, այսպես։ Հայաստանը ինչպես պիտի դիրքավորվի, Հայաստանը պիտի բոլոր այն երկրների հետ աշխատի, որոնց հետ մեր շահերը համընկնում են։ Այսինքն կոնկրետ ծրագրերի շուրջ։ Կոնկրետ ծրագրերի շուրջ 100%-ով կարող է չհամընկնեն։ Իրանի հետ համընկնում են ինչ որ չափով, որ Ադրբեջանը մեզ վրա օրինակ, պարզ ասեմ, չհարցակվի, դրանով ենք ուրեմն իրենց հետ խոսում, բայց ցույց չենք տալիս, որ Հայաստան արևմուտք հարաբերություններում իրենք ինչ որ դեր ունենան։ Հաջորդը համընկնում է օրինակ Եվրամիության հզոր երկրներից Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի շահերի հետ, նրանց հետ ենք խոսում, Հունգարիայի հետ պարզ է, որ չի համընկնում։ Թրամփի հետ ուղղակի խոսում ենք, չենք նեղացնում, բայց Ռուբիոյի հետ պիտի խորացնել։ Ռուբիոն առավել դրական է տրամադրված
Հայաստանյան եւ քայլերը պիտի արագացնել։ Եվ այն ինչ որ կատարվում է հիմա Հայաստանում, ասել մեզ հարմար են նախկին իշխանությունները, այդ նախկին իշխանությունները իհարկե հեղինակություն չունեն, բայց Հայաստանը մենք ձեզ հետ շատ ենք խոսել, անկայուն իրավիճակում դնելու համար գումարներ էլ ունեն, լրտեսներ, ցանցեր էլ ունեն, այդպես չի կարելի մտածել ավելի շատ տոկոս ես կհավաքեմ իրենց հետ մրցելիս եւ երկիրը անընդհատ բայր տուրբուլենտ իրավիճակում։ Մենք 2018 թվականից խոսում ենք նախկինների մասին։ Դե նախկինների ու ներկաների մասին էլի ենք խոսելու։ Լավ է, վատ է, չգիտեմ, 4-5 ամիս առնվազն շատ թեժ շրջան է սպասվում Հայաստանի Հանրապետությանը։ 26-ի ընտրությունները լինելու ինչի մասին ձեր կարծիքով։ Լինելու է արհեստական լոզունգներով, սատանա նույնիսկ ծիծաղել է, չեմ կարող ասել։ Հրեստակներ, դևեր, թալանչիներ, աշխատավարձով եւ պարգևաճորով ապրողներ։ Ես 1 դրամով վարչապետ Այո, 1 դրամով դա Տրամպից է գովացած այդ միտքը, ես Տրամպի տեղը լինեի, դատի կտայի, դա նա առաջարկել է, երբ ընտրվեց նախագահ, ասաց ես բիզնեսմեն եմ, ինձ պետք չի այդ աշխատավարձը, բայց իրենք Տրամպիստ են։ Ուրեմն լինելու է արևմտամետների եւ ռուսամետների պայքար կեղծ, ոչ մեկը ոչ արևմտամետը, ոչ էլ ռուսամետը։ Դա մի կենտրոն է, իմ կարծիքով, ես այդպես եմ մտածում։ Այլ հարց է, որ Փաշինյանը գոնե այդտեղ փորձում է խաղալ, այն մյուս բևեռը կարծես լիովին հանձնվել է, բացի Սերժ Սարգսյանից։ Ընտրությունները լինել են կոմպրոմատների, տգեղ, անձնական, ինչ-որ կաթողիկոսին վերաբերող, նախկին իշխանությունների, ներկա իշխանություններին, ով ավելի շատ ում վրա կոմպրոմատ ունի, որևէ պայքար ռազմավարության, տակտիկայի, ազգային շահերի, իրոք ճանապարհ ցույց տալու, ոչ թե ասենք մենք շատ ենք սիրում Հայաստանը, իրանք քիչ են սիրում, թրքասեր, ռուսաստրուկ, այդ պարադիգմայի շրջանում, ինչ է կատարվում հարևան երկրում, դա ինչի ազդեցություն կարող է ունենալ, նույնիսկ եթե հանդարտվի 12 օրյա պատերազմից հետո ասում էին վերջ, ավարտվել է ամեն ինչ։ Տեսնում ենք, որ վերջ չի, ինչ նոր ռիսկեր կան մեզ համար, էներգակիրների ինչ այլընտրանք պիտի գտնել, եթե ռուսական էներգակիրները սանկցիայի տակ են, մեզ կարող է Սերբիայի նման ասեն չենք թողնելու։ ԱՄՆ-ն ասեց Սերբիային չենք թողնելու, որ Ռուսաստանից էներգակիրներ կես։ Ադրբեջանը Ալիևը այնտեղ իր մտքում մշտապես պահում է Զանգեզուրի միջանցքը, ուրեմն նախկին Պամեդյարովի շուրթերով է դրա մասին խոսում, ինչ որ մտածածին երկաթուղին իրենց է պատկանել, այսինքն շատ բարդ է։ Էրդողանը արևմուտքին ասում է կբացեմ սահմանը, այդպես մինչև Տրամպի ավարտը։ Ամեն ինչ անում են, մինչև տեսնեն Տրամպը երբ է ավարտում իր ժամկետը եւ հետո ով է գալու, այ դա նոր խնդիրներ է ստեղծելու J.D. Vance-ի հատվածը, որը ավելի տրամպական է, քան Տրամպը, թե Ռուբիոյի հատվածը։ Ես կարող եմ ասել, որ 3 տարուց չի որոշվելու ամեն ինչ։ Շատ լավ։ Իսկ 26-ի ընտրությունները Ռուսաստանը կարող է դիտարկել իր քաղաքական ազդեցությունը Հայաստանում ընդլայնելու այն աստիճան, որ արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս Հայաստանը ասես մի 60%-ով առաջնորդվի Ռուսաստանի լոգիկայով, այն նվազագույնը 40 Հայաստանի Հանրապետության, հասկացաք չէ՞ ինչ նկատի ունեմ։ Այո։ ՄԱԿ-ի քվեարկությունները նախկին շրջանում հիշում։ Տեսեք, նախ արդեն ՄԱԿ-ի հետ կապված լուրջ խնդիրներ կան, այս խաղաղության խորհուրդը, որ ստեղծում է, իդեպ Տրամպը իրեն մշտական պաշտոն է ստեղծել խորհրդի նախագահ ՑՄԱ, այսինքն այստեղ որ նայում ենք, նա չի պատրաստում հեռանալ քաղաքական ասպարեզից, նոր ՄԱԿ է ստեղծում, կարելի է ասել, Բայդենը իր ՄԱԿ-ն է ստեղծել ժողովրդավարական երկրի։ Տեսեք, ոչ թե ընտրությունների արդյունքներով է որոշվելու, Նիկոլ Փաշինյանը նայելու է այս միջազգային իրավիճակին, ես նշեցի, ով է այդ պահին ձիու վրա։ Ռուսաստանը կարողացել է Տրամպի հետ գնալ պայմանավորվածության, գոնե ժամկետ շահելու առումով։ Տրամպը, որտեղ մի օր Պուտինն է քննադատում, մի օր Զելենսկուն, նա հենց այդ անկախատեսելիության վրա է խաղում։ Գրենլանդիայի հետ կապված սա ես լուրջ չեմ համարում, ինչու, որովհետև ԱՄՆ-ում շատ ցածր է Տրամպի հեղինակությունը, նա ռազմական օպերացիա այնտեղ չի անի, այլ հարց է, որ ուզում է գնել Գրենլանդիան, չգիտեմ, հարաքվե անել, բայց այնտեղ բնակչություն նշեց, որ մենք ավելի համաձայն ենք Դանիայի հետ, գուցե ինքնորոշվել, բայց հաստատ ԱՄՆ-ին չեն միանա։ Եվ եկեք նշենք, որ Տրամպը անդադ ռուսների դեմ է խոսում Գրենլանդիայում եւ Արկտիկայում։ Այդ որ ասում կիսում է, Պրավդան լավ հոդված էր գրել, որ դա մեր շահերին դեմ է, հիմա ինչքանով են կիսել աշխարհը, չեմ կարող ասել, Չինաստանի մասին չեմ խոսում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ուղղակի Կրեմլին ուզում է մի բան ցույց տալ։ Դուք իմ դեմ այստեղ չեք կարող այս ձեր հատվածով։ Միևնույն ժամանակ ես խաղ եմ խաղում։ Ձեզ հետ էլ եմ շփվում, ԱՄՆ-ի հետ էլ եմ շփվում, եթե տեսնեմ դուք եք ուժեղ, կոպիտ ասած, էլի շատ պարզ եմ ասում։
Հիմա նշում եմ Հայաստանը բարդ իրավիճակում է, մենք այդպես չենք կարող վեր կենալ եւ ասել այսօր մենք ձեզ այստեղ չտեսնենք, ինչ ասա Սալավիովը ինչ որ բան է ասել։ Բայց Նիկոլ Փաշինյանի հաշվարկը նայելու է աշխարհագրական իրավիճակին, աշխարհաքաղաքական, տնտեսական իրավիճակին։ Հայաստանը լուրջ կապեր ունի Ռուսաստանի հետ, իդեպ Փաշինյանը խոսում է դրա մասին։ Այդպես միանգամից դա կտրել են դեպքում, որ մենք Եվրամիության հետ չունենք դեռ այդ կապերը։ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իր իշխանությունը սպառնում է ոչ թե Արցախի հարցը, ոչ թե նույնիսկ նախկինների արդեն հարցը բոլորը հասկացան, այլ տնտեսությունը, եթե լինեն տնտեսական խնդիրներ, ընդհանրապես տնտեսությունը առաջին պատճառն է լինում ցույցերի։ Խառը ժամանակներ։ Այո։ Շնորհակալ եմ, կհետևենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լիլիթ Դալաքյանին։